Օրհնյալ հոգի Սուրբ Աստված ճշմարիտ ամեն։ Ապրիլի 17-ին ավագին օրը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակեց Քրիստոսի վերջին ընթրիքը եւ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը։ Առավոտյան Սուրբ Էջմիածնի մայրտաճարում կատարվեց ապաշխարողաց կարգ, այնուհետև միջօրեի ժամերգություն։ Ապաշխարության արարողությանը մասնակցեցին պահք պահող բոլոր հավատացյալները։ Ավագ առավոտյան նրանց ապաշխարողներին արձակում է տրվում։ Մեծ պահքը նաև ապաշխարության շրջան է։ Ապաշխարությունը հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Ապաշխարողն այն մարդն է, որ զղջում է հանցանքի, զանցանքի կամ սխալի համար եւ պատրաստ է մեղքը քավել։ Անկեղծ զղջացողներին եւ ապաշխարողներին մեղքերի թողություն է շնորհվում։ Մաքրված ու թողություն ստացած մարդը ավագ նաև հաղորդություն է ստանում։ Այդ օրը տևական դադարից հետո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները։ Մատուցվում է բաց պատարագ, հաղորդություն է բաշխվում։ Այս տարի Սուրբ Էջմիածնում ավագ պատարագը մատուցեց Մայրաթոռի փոխլուսարարապետ Դավիթ Աբեղա Օհանյանը։ Պատարագը հիշատակն է վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման։ Երբ որ Տերը վերջին ընթրիքին վերցրեց հացը եւ գինին, օրհնելով բաշխեց իր աշակերտներին, ասելով, որ սա իմ մարմինը եւ սա իմ արյունը։ Այսպիսի խոսքերի մեջ թաքնված էր ամբողջությամբ աստվածային սերը։ Այս խոսքերի մեջ թաքնված էր ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցող մարդկության պատմության մեջ ամենամեծ դավաճանության եւ ամենամեծ անարդարության պահը։ Աշակերտները հարց տվեցին, հենց Քրիստոս ասեց, որ ով չուտի մարմինը, չմպի արյունը, ինձ հետ մաս չունի։ Հետևաբար ամեն անգամ, երբ որ մենք մոտենում ենք հաղորդության, այլևս մենք մաս եւ բաժին ենք ունենում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Հաղորդությունը ողջ քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից մեկն է։ Քրիստոս վերջին ընթրիքի ժամանակ առաջին հաղորդությունն է տվել իր աշակերտներին։ Առաջին հաղորդությամբ հաստատել է նաև իր նոր ուխտը մարդկանց հետ։ Առաջին քրիստոնյաները Տիրոջ օրինակով հավաքվում էին սիրո ճաշի, հաց կտրում եւ աղոթում միասին։ Առաքելական այդ շրջանից սկսած տերունական ընթրիքը պարզ արարողությունից եկեղեցական պատարագի վերածվեց, որի առանցքում Սուրբ Հաղորդությունն է։ Մենք 2000 տարի հետ են գնում, վերջին ընթրիքի խորհրդին մոտենում, հասկանում ենք, թե ինչու էր Տերը այդ խորհուրդը կատարել, թե ինչու էր այս ամենը թողել մեզ, որպեսզի անցնելով տարիները, անցնելով դարերը, երբևէ մեկ օր, մեկ վայրկյան մենք չհեռանանք քրիստոնեական այն ակունքից, չմոռանանք եւ չհեռանանք վերջին ընթրիքի այն սեղանից, որ Տերը պատրաստել տվեց մեզ համար։ 12 աշակերտների կողքին նստած է մի ամբողջ քրիստոնյա աշխարհ, նստած ենք յուրաքանչյուրս, եւ Տերը ամեն օր, ամեն ժամ բաշխում է մեզ հաղորդությունը, եւ մենք է որ պետք է կարողանանք գիտակցել աստվածային սիրը եւ այդ սիրո նվիրումով մենք էլ փորձենք մեր տկար պատկերացումներով մոտենալ հաղորդությանը որպես կյանքի դեղ, հավիտենական փրկության ճանապարհ, միջոց։ Ավագ տերունական շաբաթվա օրերից ամենահարուստն է արարողություններով։ Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակին մատուցվող պատարագից հետո օրվա ընթացքում կատարվում է ոտնլվայի, ապա խավարման կարգ։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։